խոսում, որ արձանագրել իշխանությունը այս տարիներին սկսած Արցախից ավարտած նաև ներողական գործընթացներով, ինչու պետք է չհաջողվի։ Հարցը ո՞րն է, ինչու չպիտի չհաջողվի իշխանությունը փոխել մինչև ընտրությունները, դա է հարցը։ Ինչու պետք է չհաջողվի նրանց հեռացնել իշխանությանը, եթե փաստարկներ կան իրենց կողմից ներկայացված, որ ձախողել եք այս 7 տարի։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրությունների 2026 թվականին կլինեն ընտրություններին, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը։ Դուք կարծում եք մինչ այդ ժողովրդին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր դաշտին ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ։ Ոչ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Եվ կրկին այդ հարցի պատասխանն 2026 թվականին կստանանք բոլորս։ Երեք հայտարարում էին, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը պետք է շարունակի մնալ իշխանության այդ քաղաքական ծրագրերում։ Արդյոք սրանով իրենք նաև չեն լեգիտիմացնում ադրբեջանցիները ու նույն մեղադրանքները, որ Ադրբեջանից հնչող գրակոչները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումը ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ հանգամանքում։ Պարոն Ռուբինյան, Սերժ Սարգսյանը ընթացքում որ Հայաստանում խաղաղության իրենք հայտարարում են, որ փակված չէ, պետք է շարունակել Ես այլ կոնտեքստում ասեմ, ընդհանրապես մեր ընդդիմությունը եւ առաջին հերթին նախկին այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունը ամեն ինչ արել է եւ շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության։ Պարոն Ռուբինյան, Սերժ Սարգսյանը պատկերավոր համեմատություն արեց, ասաց, որ ժողովուրդը նախիրի մեջի էշի ճակատն է պատճել, ինչպես կարող եք արտադրել։ Դե իհարկե գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնարապես երբ որ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա գիտեք ոնց է անվանում, բայց ես չեմ իջնի այդ դաշտ, իսկ ընդհանրապես կներեք էլի, բայց ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշ խոսալու պահն է, էլի։ Հարգելի գործընկերներ, եկեք մի հատ փաստերը դնենք իրար կողք, էլի։ 2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի, տալիս է հրաժարական։ Հետո հանրապետական խմբակցության անդամները, դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանրադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում է։ Ասում է իրենց է պարտավոր, Հարգելի գործընկերներ, կրկին հարց եմ տալիս, այսինքն ինքը կապիտուլյանտ անձնավորություն է, որ ինքը թույլ է տվել, որ երկրի դրսից հեղաշրջում իրագործվի, այդ դեպքում ուրեմն ինքը ընդհանրապես քաղաքականության մեջ գործ չունի։ Իսկ իրականությունը հետևյալն է. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իրենց կողքը ֆրֆռացող տարատեսակ դեմքեր, այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել ամեն անգամ ընտրություն կեղծելով եւ մնացած բոլոր հանգամանքներով։ Ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում։ Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունը ԻԾՆ պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանին եւ ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնոր իշխանությունը Սերժ Սարգսյանից, այդ դեպքում գուցե տրամաբանություն կա իրենց ասացի մեջ, բայց ուրեմն թող իրենց հայտարեն մոնարխիստ, հայտարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը եւ ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը իրենից։ Պարոն Ռուբինյան, Սերժ Սարգսյանը ճիշտ էր, որ ասում էր ձեր
համբուրած էշին մեր դռանը մի կապ եք, պատասխանատու եք նրա համար, ում ճակատը համբուրել եք։ Բացարձակ չհասկացա ձեր հարցը ընդհանրապես ինչի մասն էր ձեր հերթական անիմաստ հարցերից մեկը։ Բայց ինչի՞ եք գնահատական տալիս։ Լավ եմ անում։ Լավ եմ անում։ Դա ներողություն, դա ժողովրդավարական արժեքներից է փոխում։ Միանշանակ։ Լրագրողին թիրախավորում։ Ես չեմ թիրախավորում, ես գնահատում եմ հարցը։ Այո, եւ լավ եմ անում։ Այլ հարցեր։ Մենք ձեր խոսացեք 7 տարի անց Բայց դուք մեր խոսացածը գնահատում եք։ ով ասել։ Ես եմ ասում։ Որտեղ ցույց տվեք։ Ինչ շատ տարբեր տեղեր։ Ցույց տվեք։ Լավ, ես հիմա չեմ ուզում ձեր այդ բանավեճի Սերսացյանն ասում է 7 տարի անց այդ տխրարչակ իրադարձությունների փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանց իշխանություններին։ Եվ կրկին ես կարիք չունեմ սրան պատասխանելու 2026 թվականին կլինեն հերթական ազգային ժողովի ընտրությունները, ինքը եւ իր խմբակը եւ իրենց խմբակները իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, ժողովուրդն էլ կգնահատի ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակը։ Պարոն Ռուբինյան, թիմ ընտրությունները, վերջին արդյունքները թիմ Գյումրի եւ Քարայրում, ամեն դեպքում ձեզ մտահոգում է, որ 26-ին, որքան էլ իշխանությունը վստահեցնում է, որ կրկին մեծամասնություն են կազմելու, ամեն դեպքում այս թիմ ընտրությունների արդյունքները ձեզ մտահոգում է, որ 26-ին կարող եք եւ բավություն կրել մեծամասնություն չլինել։ Թիմ ընտրությունների վերաբերյալ պետք է եւս մի քանի փաստ վերհիշենք, նախ ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը եւ հիշեցնում եմ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններից մի քանի ամիս անց եւ այդ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցրել էր երկրորդ տեղը 25 թվականին, այսինքն վերջին ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է իր հավաքած տոկոսներով եւ հավաքել է 36%։ Այնուամենայնիվ, կանխագուշակելով ձեր հարցը, ոչ առաջին դեպքում, ոչ երկրորդ դեպքում մեծամասնություն վերցնել չի ստացվել քաղաքացիական պայմանագրին Գյումրիում եւ դա մենք ընդունում ենք իգիտություն, ինչպես իգիտություն, բայց ավարտեմ, բայց ինչպես եւ իգիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք իր դրական եւ բացասական կողմերով 26 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը։ Պարոն Ռուբինյան, ներողություն, Գյումրիում Շոյ ջան, հարց եմ տալիս։ ավականու արդեն անդամները ընտրելու են քաղաքապետ, կա որոշում, ի վերջո առաջադրվելու է քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, նիստին մասնակցելու է ձեր ֆրակցիան այնտեղի։ Ես կարծում եմ մեր խմբակցությունը հայտարարություն կանի որոշման վերաբերյալ։ Դուք նկատում եք Գյումրում ավականու։ Այո։ Յակոմ իսկի խմբի Գիտեք, եթե կարելի է մենք հարցեր մենք տանք։ Պարոն Ռուբինյան, դուք ասում եք, որ 26 թվին մասնակցելու եք ընտրություններին, բայց նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի խաղաղություն կբերի, դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայնեք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք բերել։ Դե ինքներդ լավ է որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետեւ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց ամենա խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։